Դպրոցական մարզական ազատության խաղերը շարունակվում են։ Այսօր իրականացավ վոլեյբոլի եւ բասկետբոլի մրցաշարը։ Այն անցկացվեց Հեշտիայի մարզասրահում։ Խաղերն անցան շատ հաճելի միջավայրում։ Մարզիչները գոհ էին երեխաների ցուցաբերած խաղից։ Այսօր անցկացվեցին ազատության խաղերը, արդեն հերթական մարզաձևներ վոլեյբոլը եւ բասկետբոլը։ Այս պրոյեկտներին, դպրոցական սպորտային պրոյեկտներին բարբերաբար մասնակցում է մեր դպրոցը։ Այսօր ունեցանք 2 հաղթանակ եւ 2 պարտություն, բասկետբոլից եւ տղաների թիմը պարտվեց եւ աղջիկներից վոլեյբոլից ունեցանք 2 թիմերն էլ հաջողություններ գրանցեցին։ Ապրեն մեր երեխաները, որ ակտիվ են, աշխուժ են ցանկացած սպորտաձևում։ Մասնակցում ենք եւ դպրոցական սպորտային օլիմպիադային, ազատության խաղերին, եվրոպական դպրոցի օր անցկացվում է աշունը, բոլոր պրոյեկտների մասնակցում ենք բարբերաբար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր վերադասին, սպորտ ծառայությանը, կազմակերպիչներին, մեր երեխաներին, որ մասնակցում են ակտիվ, ուրախ, սպորտը այնպիսի մի միջավայր է, որ մոտիվացիա է առաջացնում երեխաների մեջ, շփում, ընկերություն, ակտիվություն։ Շնորհակալություն նաև մեր դպրոցի տնօրինությանը, որ օգնում է ցանկացած խաղերի ժամանակ բարբերաբար մասնակցել մեր երեխաներին նման արդյունքների հասնելու համար։ Ես Միլենա Կարապետյանն եմ, այսօր Հեշտիա գյուղում տեղի ունեցան ազատության խաղերը, մենք նույնպես մասնակցեցինք, մեր դպրոցը, Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը եւ աղջիկների եւ տղաների խումբը, մենք մասնակցում ենք միշտ կազմակերպված մրցույթներին եւ ճիշտ է, երբեմն ունեցել ենք պարտություններ, բայց այսօր հաղթել ենք, կարողացանք թեժ պայքարը հաղթահարել եւ ուրախ ենք դրա համար, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ նաեւ իմ մարզիչին մեր կողքը լինելու համար Սևա Կարոյանին։ Ազատության խաղերը շարունակվում են։ Հերթական մրցումներին մեր լրատվականը կլինի հետևողական։